Հայր ջան բոլորին բարևներ Հայաստանից, ոնց եք ձեր ցավը տանեմ, մենք վերադառնում ենք, հայերը Դուբայից, Դուբայում շոկ է, դրա համար վիդեոներ չկան, բայց մենք գալիս ենք Հայաստան մինչև սեպտեմբեր, լինելու եմ Հայաստանում, հիմա գնում եմ այրոպորտ, քանի որ Դավոն է գալի Դուբայից, ժողովուրդ ջան, սեպտեմբերից Դուբայ, ամառը Հայաստան, գնացինք այրոպորտ դիմավորելու մեր Դավոյին, ես արդեն Հայաստանում եմ, ես ավտով եմ ու դուք ոնց եք, հələ մի հատ գրեք կոմենտներ ու կարոտել եք, չեք կարոտել, կամերա ես, չգիտեմ, ես կամերան կնկարի, ես ձերս կջոգի հեռախոսա, թե ինչ, ոբշեմ, գնում ենք Զվարթնոց օդանավակայան դիմավորելու մեր Դավիթին, գնացինք հայր ջան, այս երկի ներքո, դավայցի, բոլորս միասին Ճանապար ես ոնց անեմ սարեր, ձորեր, դեռնեմ անցնեմ հոգուս կարոտը յանիս պատմել Ու այսպես նախուր ու տարախրում մենակ տղա եմ սերես եմ պատրում բայց օդարները իշ են ասկանում կյանքս ասում է ասում սերս չեմ գտնում ու այսպես նախուր ու Սերս եմ բնում, բայց օդարները իշ են ասկանում Կյանքս ասնում է ասում, սերս չեմ գտնում Հայ ես դու, հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես Դավո ջան, բայլուս Ժողովուրդը կարոտել էին Ոնց ես բրան Բան չենք նկարես հայկական ալիքին Լավ եմ, շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ Քո հետ Նմանապես, բրատ, հələ ասա Դուբայից հետո ստե շոկ հա, թե ծուրտ է Դե հələ որ նորմալ դուրս չել է, այրապորտից գնում ենք Հացուտելու հյուրանոց, հացուտելու Բայց ավելի լավ է, նախ ստե տենց խոնավ չի ոնց որ Դուբայում Բայց 35 աստիճան է, չէ ոնց որ Հենց հիմա 36 աստիճան է ցույց տալու ավտոն, բայց դες հովոտ է, ստե շատ ծառեր կա, բան կա ոտ կա Вообще, հեսա մի հատ նստենք հացուտելու, Դավոյի հետ կմիացնենք, պատմենք խի է եկե Դավոն, ես խի ես եկե Երևան Պատմենք սաղ, չուց կտանք Գնացինք Ավտոն կանգնացնենք օպերայի պարկինգը, ժողովուրդ ահավոր տուրիստներ են լծվել Հայաստան, չինացի, ռուս Ամբողջ աշխարհից, Եվրոպայից, Ամերիկայից հայերը դե պարզը ամառը գալիս են, Կարապի լճի մոտ ենք, մտնում ենք կանգնացնենք օպերայի պարկինգը Մի հատ էլ են բացե պարկինգ, ստացի հյուսային պողոտայի տակ, բայց նայեք ինչ պրոբկի կա քաղաքում ցերեկը Առավոտը մինչև ժամը 1-ը ընտիրա, մինչև ժամը 6-ը պրոբկա է, հետո էլի դզվում է Այստեղ եկեք կանգնացեք, ամենանորմալ տեղն է Ավտոն կանգնացրեցինք, գտնում ենք հիմա օպերայում 300 դրամ է 1 ժամը, շատ լավ է, հանգիստ կանգնացրեք, գնացեք ման գալու ժողովուրդ Այն կարմիր գծերը իրի գունը տեղ կա, սենց ցերեկները ահավոր է, շատ տուրիստներ են հենց հիմա Փողոց անցնում ենք, իջնենք դեպի հյուսիսային փողոթա Դավոյին ուզում եմ մի հատ լավ լամաջո պատիվ տամ Դավո լամաջո սիրում ես? Սիրում եմ Դե գնացինք ուտելու Ոնց է ատմոսֆերան Երևանում? Շատ կայֆ է, չէ, Դավոն ասա вообще շոկ չի Դուբայից հետո շատ ընտիր եղանակ է, вообще շոկ չի Խոնավ չի կարևորը Այսենց Աբետի սիրուն է, հրստը Այսա կասեք ինչ լամաջո տուն ժողովուրդ, բայց նայեք ինչ է կատարվում, вообще նստելու տեղ չկա Սենց ասած հիմա պիտի մենք ախոթենք, որ տեղը լի, նստենք հավեսով հաց ուտենք Այսա Դավոն հարցնում է, դա վարի ներքև իջնենք ներքև ստե ավելի ատմոսֆերն է, էլի Սենց խաղողի թփի տակ նստենք, ուտենք, նայեք ինչ է կատարվում Սաղ տեղերը զբաղված է, բայց մենք կսպասենք Դավո ջան կարոտած կլնես երևի հայկական ուտելիքները Էսի պաներով լամաջոն է, հələ սրա չափսերը մի հատ նայեք Հետը տալիս են լիմոն, լիմոնով եկալում ենք Հիմա այսպես հավեսով ճզվում ենք վրան Հեսա ցույց տամ, դա Հələ կամերան վեկալի նկարի ցույց տամ Հետո ով ոնց ուզում է, կարեք մի քիչ սև բիբար ավելացնենք, սենց Կարևորը հավեսով էլի անես ամեն ինչը Ակրոշկա եմ վեկալի խմելու, ակրոշկին հայերը սարքում են վարունգ, կանաչի ու թան Այսպես մի հատ ծալում ենք, ու ասում ենք վարի ախորժակ Վերջն աստել ամագան Особенно վեկալեք պաներովը, պաներովը շատ լավն է Хороший, абы Давай, Даводин Վարի ախորժակ
Հեսա հասնես մեր տեղը տեսիչ լավն է։ Շատ համով է։ Բարի ախորժակ։ Մեկ այլ ենք ռեժան, մի հատ է հավի քեբաբ ու քյուֆտա, конечно же։ Давай, да. Ալկոգոլ չենք խմում, բայց այսքան ով է ուտելու, elə խինկալի էլ ենք վեկալի 5 հատ քեբաբ ու ինչ էր անունը այն բանի, քյուֆտեն է գալիս է դա։ Ով է ուտելու չգիտեմ։ Լամաջոն ոնց է իր։ Ստաշկից չաղանալու եմ։ Անպայման։ Շատ համով է։ Իրոք շատ լավն է։ Դավոյ կինը եթե նայում է, դա վեսա չաղացած քեզ հետ ենք ուղարկում Դուբայ։ Բարյախոսակ, շատ լավն է, իրոքից այս պանիրով վեկալ եք, վերջն է։ Թունից հանում տալիս են, հեսա թունիրը կնկարեմ, կադրերը կդնեմ, որ հասկանա ով չգիտի այս տեղը։ Գտնվում է, սենց ասած, Հյուսիսային պողոտայի կողքը։ Ճիշտն ասած, ստե խինկալի չէի կերել, բայց շատ լավն է, շատ բան կա, ջուր կա մեջը խինկալի այդ սողուսը ու միսը շատ համով է։ Խոր տալիս եմ անպայման կերեք ստե։ Գիտեք ստե ոնց է, մեկը հելնում է, մյուսը նստում է, այդ կարգի աշխատում են։ Լամաս թե սենց ասած մթերքները, ամեն ինչը շատ կարմ է, լավը խինկալին դուրդ եկավ։ Լավն է ու լավ էլ բարակ է։ Ժողովուրդ դավոն կշտացել է, այստեղ հələ բանը քյուֆտա են բերել։ Խինկալին է մնացել։ Ես ուզում եմ մի հատ բրդուճ անեմ, էլի հայավար այս քեբաբը դնում ենք ստեղ։ Վեկալում ենք այս սոուսը, քիչ ավելացնում ենք։ Այսենց ու փաթաթում ենք։ Սոխերն է լավ, սոխերն է լցել։ Ոչի մնալու։ Ինչ ասեմ, նայողների համար։ Շո ժողովուրդ ջան, շատ համով հավեսով կերանք, մեր հաշիվը կազմեց 13000 դրամ։ Լավ ու էսի թանկա թե էժանա։ Դուբայի հետ համեմատելու շատ էժանա։ Շատ ոնց որ 130 դիրխամ էր սա։ Ու տեսար չէ ինչքան բլուդ, ես մենակով երևի մի 4 հոգու տեղ կերած։ Մեր մոտ մի բլուդը կլներ այդքան։ Պրոստը այսօր զավտրակ չէի արել, դավ դրա համար սենց հավեսով, քյուֆտա, քյաբաբ, ռեժան, լամաջո, խինկալի։ Հելանք հյուսիսային պողոտա։ Պարմայի դիմացն է, если что։ Հա, Պարմա սուպերմարկետի դիմացն է, տուն լամաջո։ Ժողովուրդ ջան, եկեք հիմա ձեզ ցույց տամ Դավիթը որտեղ է ապրելու, ինքը վերցել է հյուրանոց ամենակենտրոնում, հյուրանոցի անունը Movenpick է, ինքը սենց ասած սեց է ամբողջ աշխարհով, գնանք տենանք ինչ համար է ու ինչքան գին է տվել, դա ոնց թե 4 օր մնալու համար, հետաքրքիր կլինի իմանաք էլի։ Մտանք մենք մեր գործերով, հիմա Դավիթից կհարցնենք ինչ գործեր է, դուք եք իմանաք, կարոջի, շատ հետաքրքիր է։ Էսա Movenpick հյուրանոցն է, գնացինք տենանք համարը ու ինչ գները։ Դավոթ ջան, ասա քո համարն է։ Հա, վերջապես հասանք։ Հələ նայենք տենանք լավ համար է։ Ժողովուրդ, գինը ճիշտն ասած թանկ է, ինքը էժան չի, Movenpick սեցն է, բայց համարը դա շատ փոքր է։ Փոքր է, դե ուրիշ ազատ չկար։ Ես էլ ասում եմ հետդ մնա։ Ճիշտ ասել, այնքան տուրիստ կա, որ նորմալ հյուրանոց ազատ չկա, դրա համար էսի վերցեցի։ В общем, սենց ինքը կարիդորա, շկաֆա, Սիրուն զուգան, բաղնիկ կա։ Բաղնիկ զուգան, հա շատ սիրուն է։ Էս էլ սենյակն է, king size է, կրավաթը, թե։ Դե մենակ եմ էլի իմ այն շտաբից։ Այս է բարչիկը։ Մեր ջերմուկով ու նոյը։ Կոֆե մաշին կա, ամեն ինչ կա։ В общем, սենց համարը 3 օրը, ես գիտեի 4-ը 3 օր, ուղիղ $1000։ Հա։ Դե հանգստացի բրատ, վաղը կհանդիպենք, լավ, չէ, հələ մի հատ արի ասենք, էլի, այս մարդկանց ասցի խի եսեք է, в общем, ես պատմեմ դու կավելացնես։ Դավիթը եկել է Հայաստան, քանի որ ժողովուրդ մենք հայկական ալիքից շատ, ասենց ասած, զապրոցներ ստացանք, Հայաստանում ինչ բնակարաններ կարող են գնել, ուզում ենք ձեր հետ աշխատենք, խի դուք չկաք Հայաստանում, որ մենք չերես ձեզ առնենք, արտասահմանում ենք ապրում, մենք շատ երկար ժամանակ չէինք գալի, բայց հիմա մտածեցինք ինչու ոչ։ Դրա համար որոշինք գանք մեր աչքով տենանք, ուսումնասիրենք այս ամեն ինչը ու ամենալավ տարբերակները առաջարկենք մեր լավ հաճախորդներին։ Ինչ ասեմ, այս վիդեոյի մեջ արդեն ցույց կտանք ինչ պրոյեկտներ ենք մենք նայել, գնացել շփվել ենք արդեն մարդկանց հետ, կենտրոնում լավ տեղերում, հետաքրքիր սենց ասած գներով ու payments plan-ով, ասենք վճարման տարբերակներով առանց տոկոս, շուտով ցույց կտանք, դե հանգստացի դավջան, ես գնացի։ Ժողովուրդ լստե նայեք, Դավոյին իջացրեցի ինչ ավտոներ են Հայաստանում, Ferrari,
Դավոն Դուբայից եկավ, սենց լավ ավտոներ հետ է եկան, էլի։ Ես էլ հրապարակով բարձանում եմ տուն, վաղը արդեն Դավիթին կվերցնեմ ու իրար հետ կշարժվենք դեպի, սենց ասած, հետաքրքիր վայրեր ցույց տալու, ինչ գներ են հիմա Հայաստանում։ Բարի լույս Դավիթ ջան։ Բարի լույս, Վեր ջան։ Ոնց քնեցիր Երևանը։ Շատ լավ։ Ոնց է Հայաստանի օդը։ Անտիլ։ Ну մի քիչ զարգազովն է, բայց ոչինչ։ Չնայած Հայաստանում, Երևանում էլ ասում են ժողովուրդ, որ օդը այդքան էլ տենց մաքուր չի։ Հա, Երևանից դուրս մաքուր է, բայց Երևանում սենց ասած Դավիթի ասած զարգազովն է, էլի շատ են ավտոները, վիխլպները։ Նստել ենք առավոտով կոֆե ենք խմում, Դավոն հլնայեք։ Կամերան խիվ եկալի նկարեմ, քանի որ Affogato, ով չգիտի Դավոն Իտալիայում է եղել։ Ասում Affogato-ն որն է։ Էսի Իտալիա ենք եղել մի 2 շաբաթ առաջ, այնտեղ շատ սիրում են gelato marozhnia ու двойной espresso։ Իրար հետ խառնում են ու շատ համով ստացվում է։ Ես էլ դե գիտեք, հայկական վարիանտ, դառը կոֆե։ Մի հատ կոֆեն խմենք ու հելնենք գործերով։ Շատ հետաքրքիր տեղ ենք եկել ժողովուրդ ջան, հեսա բարձրանանք վերև, Դավոն սաղ կպատմի, գնացինք։ Բարձացել ենք Դավոյի հետ 22-րդ հարկում ենք հիմա գտնվում, ժողովուրդ այստեղից ամբողջ Երևանը երևում է, մեր հետևում եթե բաց է լինում, օդը սենց ասած ամպեր չեն լինում, Մասիս սարը, ոնց որ այսպես ձեռքիս մեջ լինի։ Ոնց ես։ Շատ լավ, շատ սիրուն եմ, բոլոր կողմերն էլ երևում է, ստեից Մասիս սարը, Տիտերնակաբերդը, ստադիոնը, Երևանը սար, ոնց որ 360 կրուգովой обзор է։ Ու մենք հիմա գտնվում ենք Երևանի կենտրոնում, Պարոնյան փողոցում, ու ստեղ ուզում ենք ձեզ պատմել ինչ հետաքրքիր աննախադեպ չունեցող մի հատ պրոյեկտ է, որը մենք ուսումնասիրել ենք Դավիթի հետ ու Շատ ունիկալնի ու էլիտնի պրոյեկտ է, Երևանում գտնվող շատ մոտ կենտրոնին, ոտքով կարաս 10 րոպե հասնես Սարյան ու կենտրոնային աստեից երևում է։ Ինքը կենտրոն է գտնում, փոքր կենտրոնից աստեից ոտով 10 րոպե հասնում ես ամեն տեղ, որտեղ կուզես։ Դա մենք խենք եք էստեղ, հələ մի հատ պատմի։ Խենք եք էստեղ, որովհետև շատ լավ տեղ է գտնվում, շատ լավ տեսաներ ունի, կլուբնի շենք է, ունի իր սեփական ջիմը, սպորտզալը, ունի բասեին մի հատ կրիշին, Ինֆինիտի, որը նայում է Արարատ սարին, ժողովուրդ, լողանում եք բասեինում ու նայում եք Արարատին, մեր Արարատին։ Ինձ թվում է սրանց բարձր բասեին չկա երևի Երևան։ Մի հատ էլ փագած բասեին կա, ներս եթե ձմեռնել եք ուզում օգտվեք։ Կա սպա, սաունա, խամամ ու սիգար լաունջ։ Սենց հարմարություններ երևի մատերով կարաս հաշվես Հայաստանում, Երևանում ոչ շենքը ունի։ Դե մենք մտել ենք այս շուկայի մեջ, ժողովուրդ, ուսումնասիրել ենք շատ երկար, շատ մարդկանց հետ ենք շփվել ու ձեզ ուզում ենք ցույց տանք, առաջարկ անենք ամենալավերը, նես չի որ եկել ենք ամեն ինչ sense իրար հետևից ցույց տանք, հա այստեղ գները կարակ ասեք բարձր են, բայց ունեն իրանց sense ասած արժեքին համապատասխանող բաներ, ասենք Infinity Bassein։ Էսի դաժե Դուբային մի քիչ ավելի մոտ պրոյեկտի նման։ Համաձայն է, չէ՞ որ տենց է։ Հա, մեր դուրը եկա, որովհետև մենք Դուբայում արդեն մի քիչ երես ենք արել, որ ամեն շենքում կա բասեին, կա սպորտզալ, սաունա, խամամ, այստեղ էդի քիչ է։ Ու դրա համար ոնց որ մեր աչքին ընկնում են как раз sense պրոյեկտներ, որտեղ էս ամեն ինչը կա։ Ու նայ Հրազդան ստադիոնն էլ է երևում, կարակ ձերի ֆուտբոլ նայեք, համերգ, մամեր, Ծիծեռնակաբերդը, կենտրոնը, երեք կողմից ինքը ունի լավ տեսքեր։ Դա ոնց հա սիրունությունը բնակարանների։ Գժանոցը ճիշտ ասած ու շատ լավ պլանիրովկեք են, բաց տեսաներով ու ամեն կողմ էլ սիրուն տեսարանա։ Այս կողմից, այն կողմից։ Շենքերը համարյա պատրաստ են։ Շենք համարյա պատրաստ է։ 27 թվին են հանձնում։ 27 թվին, հա, ու այս տարվա վերջացնելու են ու 27 թվին արդեն մարդիկ ստանալու են իրենց բալաները ամառը։ Ու լավ այնա որ ռասոճկա կա մինչև բալաները ստանալը, то есть եթե մենք հիմա մտնում ենք
լրիվ գումարը չենք մուծում, մի տարի կարանք մուծենք մինչև բալանները ստանանք։ Դե իշնենք ներքև մակետը ցույց տանք ու պատմենք ինչ գներ են, ինչ քառակուսի մետրաժ կա։ Рассрочкեն առանց տոկոս, հա՞։ Առանց տոկոսային рассрочка, ոնց որ մեր մոտ Դուբայում, այդ рассрочкեն տալիս է կառուցապատողը, ոչ թե բանկը, դրա համար մենք ոչ մի տոկոս չենք մուծում։ Իջանք մենք օֆիսային հատվածը, ուզում ենք դες մակետը ցույց տանք, ու արդեն ամենահետաքրքիրը գները։ Հա, արի մակետից սկսի։ Ուրեմն այս ամեն մակետը, այս շենքը ոնց որ երկու մասից է։ Ներքևը արխիտեկտուրնը իստորически честно, Հայաստանի տուֆի ոճով, հա, քարով Հայաստանի հին ձևերով սարքած, վերևն է արդեն современный стиль։ Դե հիմա ես քեզ հարց եմ տալի, մենք այս վերևը այս բասեինի մոտ նոր կանգնած ենք, հա, հենա բասեինը երևում է ստեից։ Մենք այդ վերևում ենք։ Էսի իրանց շենքն է, տակինն էլ է իրանց, հա։ Մինուս է գնում, -6 հարկ, դեպի ձոր է իջնում։ Շատ սիրուն բնակարաններ են, էլի շատ սիրուն տեսաներով։ Իսկ տեսքերը լավն է։ Հա, էլի այս բակի արկերից է, դաժե մասսար երևում է, գետն է երևում, ու շատ իրոք մի հատ բնության մեջ է դա գտնվում։ Այն մարդ ոնց որ գիտես, ով ուզում ասած սեփական տան, հա, գայդա։ հա, բան է ստացվում։ Շենքի մեջ էլի այդ հարկերում համ սպորտզալն ա, որ ասեցի, համ փակած բասեինը, իսկ պարկինգ ունեն։ Պարկինգ էլ ունեն, պարկինգը առնում են աջելի։ Պարկինգը առանձին են առնում։ Առանձին պետք է առնես։ Իսկ օբշի պարկինգ, որ ասենք մարդը չի ուզում պարկինգ առնի, մենք դա էլ ասենք, որ դա շատ կարևոր է, էլի հիմա Հայաստանում։ Լրիվ փակ տերիտորիա է, վարորդներով, ինքը սեկյուրիթիով, ամեն ինչով, հյուրերի համար պարկովկա կա, եթե մարդ եկի ձերտում, կարաք զանգեք պարկին, ասեք իմ մոտ հյուր եկե, բացեք, բացում են մտնում արդեն։ Դա կարելի է ասել, որ էսի էլիտնի շենք է։ Էսի շատ էլիտնի շենք է, կլուբնի շենք է։ Club House, չէ՞, ոնց ես հասկանում եմ։ Որ ուշադիր նայես, տեղը վերևն է, օբշի տեղեր կան, նստելու, այնտեղ կարող է կաֆելնի փոքր բան, մարդիկ նստեն, հանգստանան, հայերը շատ են սիրում էլ այդպես բան։ Cigar lounge կա, fitness կա, ով որ սիրում է սպորտով զբաղվել։ Ու գիտես ինչն է հետաքրքիր նայ, ասես մանգալով կարող ես իջնես ներքև, նաբերեժնի ու երեխեքի խաղալու տեղեր էլ կա, ու բացօթյա fitness էլ կա։ Դա էլ է շատ։ Ամեն ինչ էլ կա, հա, շատ հավես կայֆոր շենք է ու շատ անման իր այդ մեջի ամեն ինչով Դուբայի շենքերին։ Դե ամենահետաքրքիրը գները, ինչ շատ բնակարաններ կա այս շենքում։ Կան ստուդիաներ, կան one bedroom, ասեն Դուբայի բանով, եթե ասում եմ one bedroom, ուրեմն միած սպալնյա, զալ ու կուխնյա։ One bedroom կա, dva bedroom կա, 3 bedroom կա, 3 էլ կա, հա։ Այն բնակարանը, որտեղից մենք նկարում ենք, դա 3 սենյականոց մեծ մոտ մի 170 քառակուսի մետր բնակարան։ 170 քառակուսի բնակարան, ու ինչն է հետաքրքիր, մենք խոսացինք, հարցրեցինք, կարելի է այդ բնակարանը կիսել երկու մասի։ Կարելի է կիսել, կարելի է կողքից մի հատ ստուդիա առնել, ավելացնել, ավելի մեծ անել։ То есть այդ հնարավորությունները մարդիկ ունեն։ Հա, ու այդ բնակարանը, որից մենք նայում ենք, եթե մասից արևի վար, դե մի հատ լրիվ նկարները, որ ինձ լուբոյ հայ մարդ, այս աշխարհի տարբեր ծերերից երազում է տես տեսանի համար։ Դե ինձ թվում է հեսա դրոնից կադրերը մեզ կտան, մենք կտեղադրենք, մարդիկ տենան, դե գները պատմենք, մի հատ բացի նայի պատմենք։ Հայր ջան, Դուբայում գիտեք ամեն ինչ կա, բայց մի բան կա, որ չկա։ Հայաստանում գալիս է օֆիս, եկել ենք, ասենք, կառուցապատողի օֆիս, նայեք ինչ ծիրան են հյուրասիրում մեզ, դա ո։ Հələ մի հատ վեկալ սրա չափսերը, ասես ծիրան հաստատ չկա։ Իրանի Դուբայում է սենց է, չէ։ Շատ լավ կլներ։ Նայ, ուրեմն գների պահով, ստեղ գները սկսում է $4,800 քառակուսի մետրը։ Ես միանգամից էլ կասեմ, խոսքի բնակարանի գինը ինչքանից է սկսում։ Սաղ է դրան են սպասում, դա։ Ստուդիան 36 քառակուսի մետր, մոտավորապես $205,000։ $205,000-ից սկսում է։ Մի սենյականոցը one bedroom-ը Դուբայի ասելով, ստեղ 2 սենյականոց համարվում, սկսում է $490,000-ից, երկու սպալնյա բնակարանը սկսում է $520,000-ից, իսկ այն մեծ բնակարանները, որ մենք նոր նկարում ենք այնտեղից 3 սենյականոց սկսում է $1 միլիոն։ Հիմա կասեն, էսի թանկ չի, բա Հայաստանի համար, Երևանի համար, ինչ ասենք այդ մարդկանց։ Թանկ չի, ստե գները լավ էլ ավելանում են, մարդկանց էլ շփվում ենք, ասում են, որ իրոք գները աճում կա, ոսկի իրանք էլ դաժե ամիսը մեկ փոխում են գները, ավելացնում են, որովհետև
պահանջը ավելի շատ է, քան թե առաջարկը։ Հա, հիմա մի հատ էլ ես իմ կողմից բան դա ասենց ասած ասեմ, որ այս պրոյեկտը ավելի շատ դուք նայեք որպես ձեր համար, ոչ թե ինվեստիցիա, հետագայում ասենք ծախեք կամ հանգով տակվարձով, ոչ, էսի առնում եք ձեր համար Clubhouse, երկրորդը չունեցող մի նախագիծ, համաձայն ես իմ հետ։ Համաձայն եմ, հա, էսի իմենը ձեր ապրելու համար, ձեր հոգու համար ընտիր տունա, ընտիր շենք, ընտիր տեղ։ Հեսա դրսից է ցույց կտանք, որտեղ շուշեքը դրել են, ու արդեն համարյա դու կարող ես լրիվ հասկանաս ոնց է այս տունը լինելու։ Այստեղ տներ են առնում, սենց ասած, սենց մարդիկ, ջոգակ, չէ։ Ունևոր մարդիկ։ Դուրս եկանք ժողովուրդ ջան, ոնց նկատում եք շինարարությունը ակտիվ գնում է, ինձ թվում է ստեղ ուշացում բան չի լինի։ Չի լինի, որովհետև շենքը մինչև էր սարքած արդեն։ Պատուհանները արդեն կեսը դրած են, նայեք ինչ մեծ շենք է։ Ներսն են, կարելի ասել պետք վերջացնեն ու վсё։ Լավ, մի հատ sense հարց, Դուբայում մարդիկ կարող են on-line առնեն։ Ստեղ էլ է կարելի, через доверенность, լիազորագիր, հա, լիազորագիր անում եք լյուբոյ մարդու վրա, ստեղ ապրում, կարաք մեր անունով անեք, մենք գնանք նոտար, այդ ամեն ինչ անենք, մուծումը կարելի անել բանկ տրանսֆերով, լյուբոյ երկրից, դաժե Ռուսաստանից մարդիկ կարան ստեղ напрямую փող վարկեն Սբերբանկով կամ Եվրոպայի, Ամերիկայի լյուբոյ բանկից իրանք ընդունում։ Դաժե Ռուսաստանից կարող են ստեղ փող վարկեն, հա։ Շատ հետաքրքիր է։ Որը որ Դուբայում չի կարելի, ստեղ կարելի է։ Շատ լավ է։ Հիմա կուզում գնանք մի հատ այնց նախագիծ ցույց տանք, որտեղ արդեն հետաքրքիր է ինվեստորներին, հիմա առնեն հետագայում ծախեն, կամ վարձով տան։ Կարաս ցույց տաս։ Կարամ։ Գնաց մեկ է սիրուն է դա, ոնց սպիտակ շալվարները։ Շենքը ցույց տուր։ Շենքը, էսա ժողովուրդ ջան։ Հիմա գնում ենք ձեզ երկրորդ պրոյեկտը ցույց տալու ժողովուրդ ջան, ինքը ավելի սենց ասած invest պրոյեկտ է, ոնց ես ասացի, բայց մենք ստեղ ձեզ չասեցինք ինչ ձևով են հանձնում Հայաստանում բնակարանները, կան ռեմոնտ արած, ինքը տեխնիկայով, բայց իրանք շատ քիչ են։ Այստեղ ոնց որ Չեռնովայա отделка, ոնց որ ռուսներն են ասում, ինքը вообще ոչ մի բան արած չի, դուք ձեր ուզածով սարքում եք, ճիշտ եմ դա ասում։ Ճիշտ ես ասում ու լավն էլ գիտես ինչա, որ իրանք ցենց բաց պլանիրովկով տալիս են։ То есть գծած կա իրանց մոտ, բայց բաց են տալու, խոսքի դու եթե 150 մետր առնես, իրանց ասելով 3 հատ սպալնա, դու կարաս 2 հատ սպալնա մեծ անես կամ նամարոտ 4 հատ անես մի քիչ փոքր, ոնց ուզես, տենց էլ կարաս անես ու մենք ստեղ ունենք պարտներներ, որը ռեմոնտով, դիզայնով, օդիտո ամեն ինչ կարան անեն գարանտիայով ու շատ լավ գներով։ Ամեն ինչն էլ sense ասած մեր կոնտրոլի տակ է լինելու մեր կլիենտների համար, ոնց որ Դուբայում ունենց էլ ստեղ, մեբելից բռնած, բերենք, դնենք ու գա։ Դիզայն պրոյեկտներով ամեն ինչով անում ենք։ Այո։ Լավ ջան, դե ասեցինք invest պրոյեկտ ենք ցույց տալու, ցույց տուր։ Ցույց եմ տալիս։ Այս պրոյեկտը կոչվում է Firdus Prime Residence, գտնվում է 152 մետր հրապարակից, դրա համար էլ ասում ենք Հանրապետության հրապարակի մասին ես ասում թե մասիվի։ Չէ, հանրապետության ֆոնտանների այստեղից նայ ոտո մի 2 րոպե ճանապարհ, կամ մի րոպե դաժե։ Փոքրիկ կենտրոնում։ Փոքրիկ կենտրոնում, տենց մոտիկ կենտրոնին նոր պրոյեկտ չկա Երևանում։ Դա մի հատ sense բան ասեմ, էսի այն պրոյեկտն է, որ արագ առնում են, ստե չի կարելի սպասել։ Ստե շատ արագ ոնց որ как лепешки։ Продаю всё։ Այս կորպուսը արդեն համարյա պատրաստ է։ Էսի հանձնել են մյուս տարի հոկտեմբերին։ Այս պրոյեկտը 2 ամսից նոր սկսել են ծախել։ Ուսարկել են 4 տարի, 3-ից 4 տարի, рассрочка կա, առանց տոկոսի, առանց բանկի, լյուբոյ անձնագրով, ռուսական или եվրոպական։ Իսկ ամրագրումը ո՞նց են անում այս շենքի, ասենք մարդը ուզում է այդտեղ բնակարան գնի։ Մեզ դիմում է, մենք ֆիքսում ենք իրան, երբ որ վաճառքը բացվում է, արագ բրոնինգ անում ու գնում։
Մեկ էլ sense բան ասեմ, ամենաուժեղ ինվեստիցիոն պրոյեկտը ստեղ որն է, կոմերցիոն տարածքներ եք ձեռք բերում ժողովուրդ։ Ու պատկերացրեք, սա կոմերցիոն տարածքներ է։ ինչ գները ստելնելու վարձերը, վարձով տալիս եք ու վсё։ Ու տակակ շենքերը մեծ են, ինչ էլ բացեք, շատ լավ կաշխատի։ Կենտրոնա, բնակարաններ շատ կա, ինչ արտնեք եք նշում, ինչ ուզենաք բացեք, ինքներդ հաստատ լավ կաշխատի կամ էլ շատ հեշտ վարձով կարակ։ Լավ, իսկ այս շենքում ունենք բնակարաններ։ Այս շենքում 2-3 հատ կա, համ ստուդիա կա, համ միսիոն կա, բնակարաններ կա։ Ու գների մասին ասա, դա Գները սկսում է $5,000-ից մի քառակուսի մետրը մինչև $7,300 է արդեն նայած որ հարկն է, նայած ինչ տեսան է։ ու ոնց որ մենք գիտենք, ստեղ գները բարձրանում են ամեն ամիս։ Հա, ամեն ամիս գները փոխում են 20,000, 30,000 ամեն քառակուսի մետրը թանկանում է։ Ինչ ես ասում, իշտենք մի հատ հրապարակ, հասնենք շինարարապարակ։ Ավելի լավ ցույց տանք որտեղ է սարքում, որտեղ արդեն այս կորպուսը համարյա պատրաստ է, ցույց տանք համ ստրոյքի մասշտաբները, համ էլ տեղը։ Շատ հետաքրքիր պրոյեկտ է, մեկ էլ դա այն դրա մասին պատմում ես։ Էսի մի քիչ sense ասած ով քիչ հնարավորություն ունի, ինքը դաստուպնի վարիանտ է։ Գտնում է երրորդ մասիվում։ Գյուրջան կասկադ ժողովուրդ, այդտենց է կոչվում, նայեք ինչ հրապարակներ ունեն։ Հիա կասկադ կոչվում, որովհետև կասկադի մաս է ծաշճաներով սարքած է, մեծ ժողովրդի կոմպլեքս է, սարքված է, ու գները սկսում է $110,000-ից։ Քառակուսի մետրը չեք բնակարանը։ Ոչ բնակարանի գինը, միսիոնականում սկսում է $110,000-ից, կառասրույթ կա, համարյա 60 ամիս։ Вообще։ Շատ հեշտ է գնել։ Հիմա ցույց տամ այս կասկադը, նայեք ինչ հրապարակներ է, ասես մանգալու տեղերով, սիրուն իրոք կասկադ 2 շատ սիրուն հետաքրքիր պրոյեկտ է, սենց ասած ինվեստ վարձով տալու համար չէ, այստեղ գները ցածր են, մասիվում է գտնվում, երրորդ մասիվում։ Ապրելու համար շատ կոմֆորտել է, որտեղ խոսքը լավից որ դպրոց առնելու, մանկապարտեզ առնելու, իսկոմը լողավազան կա երեխեքի համար։ Հա, երեխեքի լողավազան։ Շատ կոմֆորտի ապրելու տեղ է։ Հեսա տես գծել են, որ մանգապարտեզը դաժը լինելու։ Իսկ ես որպես ինվեստ սրանից լավ բան այս պահին ինվեստիցիոն չգիտեմ։ Ստեղ սենց ասած չնկարեցինք սենց երկար, քանի որ ստեղ շատ կլիենտներ կան, չենք ուզում մարդկանց խանգարենք, արագ կարացանք նկարենք, դուրս գանք, շատ պահանջարկված պրոյեկտ է Ֆիրդուսը։ Ու Գյուրջանն էլ, Գյուրջանը ասենք մարդիկ, որ շատ փող չունեն, սենց ոնց կան այնց ասում ժողովուրդ։ Ով հնարավորություն շատ չունի, բնակարաններ են առնում ու ունենում են Երևանում իրանց բնակարան, ինչ վատ է որ դա։ Ինչ վատ է, շատ լավ է։ Խոսքենդեից մի 15 րոպեում կարաս կենտրոն հասնես ավտոյով։ Հաստատ։ Так что, ում հետաքրքրեց ժողովուրդ մեր կոնտակտները էկրաններին լինելու է շատ հաճախ, զանգեք գրեք, էլի полноценное сопровождение։ Ճիշտ եմ դա։ Հա, օտի դո Սկսած 0-ից մինչև վերջ ձեր հետ ենք։ Մինչև վերջ, դաժե ռեմոնտով, դաժե թե ուզենաք հետո վերավաճառեք ձեր բնակարանը կամ էլ վարձով տակ, այդ բաղով էլ մենք ձեզ կօգնենք։ Լավ ստել չէ, ռեմոնտ արաստաններ չկա, մեբել տեխնիկա չկա։ Չէ։ Կահույք։ Ստել է Դուբայի բանին չեն հասել։ Ոչ Ամել դե հայրը ուզում են ավելի շատ մարդ, ով իր համար առնում, ուզում է իր ճաշակով սարքի։ Ժողովուրդ ջան, նայեք, այս հեն առաջի շենքն է, որը մենք նկարեցինք, հələ պատկերացրեք, այն վերևը Լողանակ բասեյնում ու նայեք Արարատ սարին, էլի։ Ինքն է շատ սիրուն շենք է, այն ներքևի մասն էլ այդ իստորիչեսկի պատմական քարերով սարքած մասն է։ Ով չգիտի, պատմենք իմանա, Հայաստանում, Երևանում բացվել է Արաբական Էմիրությունների Էմիրատ բենզա լցակայանը։ Ինչ լավ է, չէ՞ դա։ Մենք եկանք Հայաստան, սկսանք Հայաստանում տներ ծախել, Էմիրատն էլ իմացա, որ մենք ընդդեի բենզինը շատ ենք սիրում, բացեց։ Հենց անձամբ մեր համար։ Էս էլ այդ բենզա լցակայանն է, ցույց տամ, որ չասեք, չկա այդպես բան, թե չէ շատերը սիրում են, չէ՞ գրել, լավ, չկա այդպես բան։ Օրինել ենք։ Ժողովուրդ, հասել ենք Հանրապետության հրապարակ, նայեք ինչ սիրուն է, ոնց որ միշտ ֆոնտանները, երեքստե ջրոցի էինք խաղում։ Հա, երեքստե ժանոց։ Հիմա գնում ենք այդ շին հրապարակ, մի հատ նայենք։
ու ձեզ էլ ցույց տանք, էլի, ասենց ասած հիմա ցույց եմ տալի, որ ասենց live ֆորմատով մեր հետ նայեք։ Հիմա հրապարակում ենք, մեզ ասեցին ստեղից вообще 1 րոպե է դա։ Հենց սպիտակը, հա։ 1 րոպեում հասնում ենք, պատկերացնում ես, ոդկով։ Ավտոյով ավելի ուշ, քան ստեղ ոդկով։ Հա, Շատ են ժողովուրդ, իրոք տուրիստները ահավոր լցվել են, պրոբկե կա քաղաքում ամառը։ Ոնց որ ոտով մանեք եք կենտրոնում, իմ կողմից ձեզ խորհուրդ։ Այս ջրոցու բաներն էլ հավաքում են, հրապարակը ազատ է լինելու։ Ես սիրում եմ հրապարակը, որ միշտ ազատ է լինում, ոչ մի sense բան չկա, ավելի ոնց որ ինքը բնական է, էլի նայվում։ Ֆոնտանները շատ եմ սիրում հրապարակի։ Բայց քշելը մարդկանց չեմ սիրում։ Особенно Opel-ների վարորդների։ Հրապարակով ֆրանկ։ Այսինքն ֆռում ենք հրապարակով, նայում ենք, ձեզ ցույց ենք տալիս ու գնում ենք դեպի Firdus Prime Residence։ Prime location։ Ու հասանք, հա։ Ստեղ միտեղ պետքա կանգնենք արդեն։ Հեսա ստեղ աչով գնում ենք ու ձախի վրա լնելու։ Ասես կանգնենք մինչև տեղ ազատվի։ Մեքենան կանգնացեցին, գտնվում ենք Շին հրապարակում։ Նայեք ժողովուրդ, այս շենքը պատրաստ է։ Այն մեկը պատրաստ է, էսի վերջացնելու վրա են։ Այստեղ կան բնակարաններ։ Նայեք, այստեղից դուրս է գալի հրապարակ 2 րոպե ոտով, 1 րոպե վազելով։ Դաժե ինձ թվում է 1 րոպե, հենց մոտիկ է։ Ու շինարարությունը շատ ակտիվ է գնում, նայ, այնտեղ են սարքում։ Աստեղ է ֆունդամենտ լցքում։ Որը դες ինչ լավ որակով սպիտակ քարով են, որ ասեցի դուրս գալիս, հա։ Այդ սիրուն սարքում։ Հələ մի հատ սրա որակը, մասշտաբները մի հատ նայեք, էլի ժողովուրդ, իրոք մասշտաբ է, որ ասում են, պրոստը մի հատ հսկայական շինարարություն ու որակը, ասենց դաժե պետք է պրոֆեսիոնալ լինել, որ հասկանալ ահա որ որակյալ քարից սարքած սիրուն։ Ոնց հա դա։ Շատ լավ է, ինչ շատ է դուր գալիս։ Իսկան որ էսի վերջացնեն սա արդեն պատրաստ լինի, շատ սիրուն ալնելու, երևի ամենալավ կենտրոնի կոմպլեքսներից ալնելու։ Դա մի հատ single տուն չէ, էլի, որ սարքեն, ու всё, մի հատ տուն է, մի հատ մեծ կոմպլեքս է։ Ահա որ մասշտաբային շինարարություն է գնում ժողովուրդ, այն բնակ, այն էլ է շենքը, տեսեք, գցած է։ Աստեղ բնակարաններ կա, արագի մեջ, ով կուզի, այսօր է եկուցա վիդեոն դուրս եկավ, զանգեք, կա պահած տներ, սենց ասած մեր մեջ։ Հա։ Նենց որ զանգեք գրեք, մենք կապի լյուբոյ մեջ ենք։ զապրոս կարանք օգնենք ամենալավ տարբերակը, ոնց որ Դուբայում նույն ձևի ստեղ, կարանք օգնենք, գտնենք, գնենք։ Այո, մենք եկել ստեղ ուսումնասիրել ենք, քայլել ենք, նայել ենք, ընդ ենք գնացել, հիմա եկել ենք նկարում ենք, որ ձեզ էլ ցույց տանք։ Նայի դա հետևն էլ է սարքվում։ Ահա Ոնց որ որ մակետի վրա ցույց ենք տվել, սաղ տները ստեղ երթով լնելու են։ ինվեստիցիայի համար առնում եք կոմերցիալ տարածքներ ստեղ ու շատ բնականներն էլ ինվեստիցիայի համար շատ լավ է, որովհետև օրավարձով բանով շատ հարմար է։ հաստատ Մարդիկ հիմա այնքան մարդ է գալիս դե ապրելու, սաղ էլ ման են գալիս ապրելու տուն։ հաստատ ժողովուրդ Սաղ աշխարհից։ Հայաստանը սենց ասած իրոք զարգանում է, մեր երկիրն է, հա, մինուսներ կա, լիքը բաներ կա, բայց զարգանում է, թո զարգանա, կհասնենք այն նրան, որ Դուբային էլ կանցնենք, չէ՞ դա։ Աստվածտա։ Ես հավատում եմ։ Սաղ կրաները աշխատում են, ընդ տրակտորներ, կամազներ, Լիքը բանվորներ։ շատ գործ են անում։ Շատ լավ է։ Հիմա էլ մենք եկել ենք вообще շատ ունիկալ, հետաքրքիր ու շատ կանաչ տեղ, դες ինչ բարձր տեղ է գտնվում, էլի սա քաղաքը ոնց որ ռուսի ասած Նալադոնի, շատ հավես պրոյեկտ է, հեսա մեզ սա ցույց կտան, մենք էլ կնկարենք, որ դուք էլ տենաք։ Ժողովուրդ, նայեք, այս շենքերը արդեն պատրաստ են, ստե մարդիկ ապրում են։ Ստե, սենց ասած, ցույց ենք տալի ինչի համար, մաքուրոտ, բնություն ու շատ ցիվիլ գեղեցկություն։ Արխիտեկտուրայել ունի։ Հա, սև քարից, տուֆ է ոնց որ սև, եթե չեմ սխալվում։ Այնտեղ շինարարություն է գնում, այնտեղ ծախում են տները, իսկ այդտեղ արդեն մարդիկ վայելում են իրենց կյանքը Երևանում։ Դավո, շատ սիրուն է, չէ՞։ Ոնց որ դրախտում գտնվենք, նայեք։ Հավես կանաչ տեղը դեռ չի պատկերացնում, որ Երևանում sense տեղ է։ Ես էլ իրոք չէի պատկերացնում, որ Երևանում այսպես կանաչ ոնց որ անտառի մեջ քայլեմ։ Բա հոտը, օդը, ժանոցը։
Հիասքանչ է, ժողովուրդ, հիասքանչ։ Նայեք, այս տները արդեն ապրում են մարդիկ, իրանց sense մանգալու տեղերը բան։ Հեսա մի հատ ծանոթանանք ու արդեն մեզ ավելի մանրամասն ցույց կտան։ Շատ է դուրս գալի։ Հա, իրոք շատ հավեստ է։ Նստել ենք մենք գոլֆ քար, հիմա մեզ կանցկացնեն sense ասած ծանոթություն տարածքին, էքսկուրսիա։ Ծանոթանանք ու ձեզ էլ ցույց տանք։ Առաջի հայացքից շատ հիանալի չնաշխարհիկ մի վայրում ենք գտնվում, ժողովուրդ։ Ինչ սիրուն պարկովկա։ Սկսենք ձեզ ցույց տալ պարկինգից։ Սել սիրուն պարկինգը չի տեսել ճիշտ ասած դաժե Դուբայում։ Ոնց որ Black Star-ի բանն էլ Ոնց որ մի դիտեյլինգ լինի ավտոների։ Ինչ սիրուն լուսեր է, ինչ սիրուն մաքուր պոլա, սա չոտի գծած, թվերը, տարերը։ Շատ ցիվիլ է սարքած, ավտոյի զայրատկա, որ էլեկտրակար է քշում։ Ու իրանց կոնցեպցիան ոնց է, որ մարդ իրոք ոնց որ ես Դուբայում, Ադեզից չեմ օգտվում, ավտոյով մտնում եմ, ավտոյով ելնում դրա։ Բայց ունի ինքը երկու մուտք։ Հա։ Էսա երկրորդը, Աստանոյով ոտով ես մտնում, պարկինգից էլ ստե ես մտնում, դրա համար իրանք էսել են շատ սիրուն սա, այս զուգարան կա։ Ցույց տամ էլի մի հատ տեղ զուգարան կա, ասենք պարկինգ եկակ, բռնել է ժողովուրդ։ Ստեսա թանգանոց պլիտկա է, ստե սիրուն օտի լիֆտեր է, չգիտեմ, անց սիրուն են ամեն ինչ տարկել, որ մարդ Իրոք ցույց ենք տալի տոպերը, ժողովուրդ, իրոք էսի տոպա, այն որակը մի անգամից զգում ես։ Ես դաժե Դուբայում մեր պատիզնի չեմ օգտվում, որովհետև միշտ մտնում եմ չերես պարկինգ, ելնում եմ պարկինգով։ Դա զգում ես, չէ՞ որ եկել ես, ասենց ասած որակ, հասկացողությունը։ Պատկերացնում ես, այդտեղ կա իր ջրվեժը։ Հա, սեփական ջրվեժ, տրուտ, այնտեղ ձկներ կան, բաբիկներ կան։ Ինչ սիրուն է, իր մոստով, ձկները մեջը, բիսեդկա կա ու մանգալու տեղերն է, շատ ծառերի տակով ման է գալի, ոնց որ բնության գրկում լնենք, շատ գեղեցիկ է սարքած։ Իրոք շատ հանգիստ է, որ մարդ խոսքի գործերից գա, տուն ու իրոք sense հոգով հանգստանա։ Ոնց նկատում ենք, ստեղ մարդիկ արդեն բնակվում են, բալկոններից օգտվում են։ Շատ սիրուն, ճաշակով սարքած, ամեն ինչը ցիվիլ, մի հատ sense ասած կեղտ, թուղթ դաժե չեմ տեսնում, էլի հիմա քայլում նայում, մենք sense նստելու տեղեր, իշնեք նստեք հանգստանաք ու տեսքերը դեպի քաղաք։ Այսա sense լիճա։ Ծառերին գրած, ասենք, էսի ինչի ծառ է, նայեք։ Չնաշխարհիկ վայր է, ժողովուրդ։ Էսենց զարմացած շուտվանից չկա, շատ լավն է։ Ինչ ձկներ կա, ստե դա։ Ստերլեց կար, սպիտակասիկ չէ։ Այո։ Էլի Կոյ։ Այո, մի քանի գեղեցիկ թերատեսակի ձկներ են, հա, ու երեխեք կարան կերակրեն բաբիկներին, բռնեն այդ ձկներին, մենակ երեխեքը։ Այդ ամեն ինչը կարելի է, հա։ Այո։ Շատ հետաքրքիր է։ Մենք պոստիտերացում ենք անցկացնում, քլոր բնականաբար չեն կարող տալ, եթե քլոր տանք ոնց որ արդեն դասականություն չենք ունենա, որտեղ մեջը նայած։ Ինքը բնական ջուր է։ Ջրաշանը վերցրած անձրևաջրից են վերցնում, Հա։ պոստիտերացում ենք անցկացնում։ Դե քլորը արդեն բացառում է, արդեն դե բուսական աշխարհը չի կարող ապրել ոնց որ քլորի կամ երկրորդ քիմիայի հետ։ Ամեն ինչը բնական։ Այո, ողջույն։ Մերսի ինֆորմացիայի համար։ Այն են ձկներն էլի։ Ու իրանք թե ոնց որ ասին ավելանում են արդեն։ Ձկները։ Потомство появляется։ Զարմացած ես նա։ Շատ։ Ուրոք ունենայի Դեպի ինչ ներքև տեսարան է։ Բաղատոցիա յոգայի համար նախատեսված զոնա ունենք հատված,
Յոգայի համար զոնա ստեղ։ Նաև ակտիվ ապրելակերպի համար սպորտ ոնց որ զոնա, բայց նորից բացօթյա ու բոլորը մրգային այգիներ են։ Մենակ Կարելի է բնակիչների անցնել։ Սովորաբար չի դրում, բայց մի քանի համար։ Ահա, խնձորները աճում է, ժողովուրդ, նայեք կլստե։ Խնձոր, ծիրան, գիլաս։ Խնձոր, ծիրան, գիլաս։ Բնակիչների համար է։ Մի փոքր այնքով, եթե մի քանի ամսից արդեն բարբեկյու զոնան պատրաստ կլինի, այնտեղ արդեն Բարբեկյու զոնա է լինելու։ իր առանձին մաղալով, մեբելով, որովհետեւ մարդիկ կարողանան ավանդական խորովածը կազմակերպեն նաև հենց Բաքվում։ Շատ լավն է։ Հայաստանի համար դա ոնց որ անպայման պետք է լինի, հա, պարտադիր։ Ծառերը, օրինակ, այս հատվածի ծառերը մագնոլիային ծաղկող են, սակուրան, այս ծաղկող։ Սակուրա է, էսի, հա։ Սա սակուրան, այո։ Աճում է Հայաստանում։ Այո, որ ծաղկում է մեզ մոտ մեկ շաբաթ դառնում է սելֆի զոնա։ Նայեք, ժողովուրդ, դաժե գրած ասած գալի կարդում եք համ հայերեն, համ անգլերեն։ Հուդայածառ, շատ մանր ծառերին է տալի, բայց շատ գեղեցիկ է, ֆանտաստիկ գեղեցիկ է։ Նայեք ինչ հետաքրքիր զոնա է, բացում են մեզ ցույց տան։ Հենց անցնենք միացան ցույց տամ ձեզ, ոնց որ մեր հետ ման եք գալի ու նայում եք, էլի։ Ինքը բունգլա ոնց որ լինի, հա։ Ահա, բայց ոչ բացվում է։ Այսի բացվում է։ Եվ արդեն դեպի քաղաք է սա։ Լրիվ համարը բացվում է, չէ՞։ Հա, ամենակարևորը ոնց որ ջրի մեջ նստած է։ Այո, երբ որ նստում եք դիվանչիկների, բասկետբոլներին, արդեն հավասարում են ջրի մակարդակը։ Հա։ Հակառակ կողմն արդեն քաղաքի տեսարանն է։ Այստեղ ամառձներ կարողանում ենք օգտագործել առօրյա օրերին բնակիչները դուրս երբուսը շփվել։ Այստեղ թույլատրում եք մարդիկ հաց ուտեն, կոֆե խմեն։ Կան օրեր, ամեն ընտանիք կարող է 7 անդամ կարող է փակել, հա, ընտանիքի անդամների կամ ընկերների համար։ Հա, առիթ էլ կարող են նշել։ Ամեն ոնց որ տարվա մեջ ամեն ընտանիք 7 անգամ։ Բայց առանց երաժշտություն, որպեսզի ոնց որ բնակիչները չխանգարեն, ուստ մնացած բոլորը արդեն նստել, խոսել, շփվել։ Դա ոնց որ մեր coworking զոնան լինի։ Գաս աշխատես, կոմպը դնես, աշխատես, քո համար սենց սիրուն տեսարաններով ու լավ մտքեր մտնի գլուխդ։ Ու ինչը լավ հով է ժողովուրդ, իրոք, նայեք դուրս են գալիս շոկա, իսկ ներսում հով։ Ժողովուրդ ջան, այս քարի մասին ես դեզ ասեցի, ոնց տեսնում եք չեմ սխալվում, ինքը safe tooth-ից է սարքած, հեսա խնդրենք մեզ պատմեն։ Քանի որ մեր այս պրոյեկտը, IB պրոյեկտը տերևի տեսք ունի վերևից նայելուց, դրա համար ամեն մի քառակուսի մետրի մեջ տարբեր չափսերի քարեր են օգտագործված, սև հայկական տուֆն է եւ արդեն 3 տարբեր կառուցության քար է օգտագործված, որպեսզի այս իր նշանակությունը երևա, հա, օրինակ բազմաթիվ կտորները երևա։ Հայկականն էլ արդեն նորից սպիտակն էլ արդեն ասում է հայկական տրավերտինն է։ Հայկական տրավերտին։ Այո։ Ապակիների մասին եթե խոսենք, կարճ ապակիները Perillai տեսքով դրանք արդեն Saint-Gobain ֆիրմայինն են, ֆրանսիական մեծ վիտրաժային ապակիները արդեն անգլիական Pink Lington-ն են, իսկ սև պրոֆիլները արդեն ալյումինե դա գերմանական Schukoin-ն է։ Սև եւ սպիտակ համադրությունը երևի թե մեր պրոյեկտում արդեն կօգտագործի մնացած բոլոր պրոյեկտներում արդեն կօգտագործեն սև ու սպիտակ գույնային գաման։ Դահլիճները Ծառի մասին մեզ ուզում են պատմել, կուզեն դուք էլ լսեք, եթե հետաքրքիր է։ Մենք պրոյեկտը սկսել ենք շինարարությունը 22 թվականից եւ եղել է 1 բարդի ծառ, բացի բարդու ծառից ոչ մի ծառ չենք ունեցել։ Իսկ թաղամասում արդեն որ շրջենք տեսնենք արդեն 1100 ծառ տնկված է, բոլորը տեղափոխված են մեր կողմից։ 1100 ծառ բերել տնկել ենք։ Բոլորը հաստատուն տեղափոխված եւ տնկված են արդեն 1100 դեռ հələ շարունակում են տնկել։ Ու ավելանալու է։ Ոնց որ անտառում լինի։ Բրավո։ Դե գաղափարը հենց դրանում է կայացել, որ այսօր Դա վոյլ մատարիա safe tooth-ին ձեր տանք հայկական։ Ձերտան։ Մտածում եմ բան անենք, Դուբայի իմպորտ անենք, Արցախենք։ Այդ մարդը ոնց ինչ էր պատմում, դու հասկացար։
որ սա տարբեր չափսեր են, որ այսպես պլավնի բաներ ունի։ Բայց ինչ գլատկի են արա, вообще շատ լստեն նայ։ հավասար, շատ լորակով սարքած պրոյեկտ է։ Այս էլ այդ պատուհաններն է, որ պատում էին, ասես մատ նայեք, ինքս այս տերևաձև կլոր է, չէ՞։ Հայ ես դու, հայ եմ ես, վախ քո ծևը պանեմ ես, հայ ես դու, հայ եմ ես, դու հայ ես, ես հայ եմ։ Դու կարևոր ջուրը չընկնես։ Տեսեք, ID պրոյեկտը 1 հեկտարի վրա է կառուցված։ Հիմա առաջին շենքն է, ունի 5 հարկ, երկրորդ շենքը 4 հարկ, երրորդ շենքը 6 հարկ եւ չորրորդ շենքը նորից 5 հարկ։ Ընդհանուր 50 բնակարանի համար է նախատեսված։ 1 հեկտարի Սա այս կոմպլեքսում 50 հատ բնակարան է։ այո, այս 1 հեկտարի վրա 50 բնակարան, որի 75%-ը ոնց տեսնում եք ջրային լանդշաֆտն, բուսականություն եւ միայն 25%-ն որ 4 շենք շինությունն են կազմում։ Լստեն նկարի վրա ժիսիրունը։ Վերջան, սա մեր փոքր ջրվեժն է։ Ունենք նաև մեծ ջրվեժ, որը որ 11 մետրանոց ջրվեժ է, կասկադային քաշում է դեպի մեծ վիշ եւ ուտա հիմա ոնց ցույց կտամ։ Ժողովուրդ տնից հետաքրքիր է։ Լստեմ մի հատ նայ։ Կա մեկ եկա, պատկերած սուտունը նստած, իրի գնա հովին եկար, Զրուցարաններն են։ հովին եկար, ստե նստեցիր, Ջրվեժի կողքը։ Այո։ Դու մատ ստեն նայ։ ձենը ջրվեժի։ Լստե։ Բաժը ռուսական բերոզա կա։ Այս Ռուսաստանից եք բերել։ բերել։ Այո, բիրոզ հենց այդպես էլ ոնց որ ունենք։ Russian Forest, Հա, գրած է նայեք ժողովուրդ։ Այո։ Ռուս ֆիլեր։ Հետևի այս յոլկա, ես բոլորին յոլկա եմ ասում, բայց բոլորը տարբեր ցեղատեսակի ծառեր են, նորից ռուսական անտառներին բնորոշ։ Իսկ վիրոզաները նորից ռուսական անտառների, բայդայի անտառների հետ Ժողովուրդ նայեք ինչ սիրուն է։ Ես բառեր չեմ գտնում ասելու, Դավոն էլ նկարում է։ Ես էլ եմ նկարում, հա։ Լավ, գները ոնց կլնեն։ Լավ կլնեն։ Դա Դավոն։ Ու այս ամեն ինչի հետ համեմատած, հա, լավ կլինի։ Ժողովուրդ ջան, առաջանանք, նրանք էլ ինչ սիրուն տեղեր կա։ Ամեն ինչն է սիրուն։ Տեսեք, ես հատվածը նորից զրուցարան է, Վատոթյա։ Մի հատ հարց տամ, էլի։ Տարածքում միշտ մարդիկ աշխատում են, հա։ Ջրում են, ես նկատեցի, ծառերին հետևում են։ Մինչև ժամը 6-ը դա շարունակվելու է, քանի որ հենց սպասարկումը մենք ենք ստանձնել, որովհետեւ ես ամեն ինչը կարողանանք միշտ խնամել, պաշտպանել, պահպանել, հա։ Դրա համար ոնց որ միշտ աշխատակազմը կա, այդ ողջը կազմակերպումը հենց մեր ընկերության կողմից։ Ու կարամ ասեմ շատ լավ է կազմակերպում։ Պաշտպանականություն։ Այսինքն մինչև ժամը 6-ն է, որ աշխատանքները թե ռեմոնտային, թե ոնց որ արտաքին աշխատանքները կատարվում են, նրանից հետո այստեղ լրակյաց լուր, ֆանտաստիկ լուր դրություն է տիրում ու նաև արդեն հենց այդպես էլ կոչվում է Symphony Lounge, ցիտիկների ձայնն է մնում ժամը 6-ից հետո, ջրի ձայնը, քամու ձայնը, այստեղ կարող ենք արդեն հանգիստով վայելել մինչև ժամը 10-ը, որպեսզի բնակիչներին մի բնակիչը երկրորդ բնակիչին չխանգարի։ Սեսեն զոնա է, ժողովուրդ նայեք։ Այս էլ արդեն մի մեծ կամպանիա լաունջ է, եւ պատկերացնում նստում ես, հետևդ ջրվեժ, ձենը, ջրի, ցիտիկների անտառը նես հիանալի տեղ է։ Այս էլ թութելուն են դաժե։ Կաս հավաքես թիարախ սարքես։ Ոնց նկատում եք, այս հատվածը ավելի շատ մշտադալար են ծառերը, դա արված է հատուկ, որպեսզի շենքերի առաջի հարկերը քիչ տեսանելիություն ունենան եւ բացի դա միշտ տեսնեն կանաչը։ Մեզ մոտ մինչև 12 մետրանոց ծառերը հիմնականում բերված է եվրոպական մի քանի երկրներից, հասելքից բարձր արդեն մետերի Դիլիջան, Իջևան, Շամշադին, նույնիսկ բոլոր ծառերը ունեն պասպորտներ։ Ինչ ցեղատեսակի է, որտեղից է տեղափոխված Սոսնա Կրիմսկա։ Ու նաև ջրերն են, հա, գետակներ են մեզ մոտ, իրանք երկու գործողություն են անում, երկու օդի խոնավություն են ապահովում։ Այս էլ իմ տված հարցի պատասխանը ժողովուրդ դուք տեսնում եք ոնց են խնամում ծառերը։ Ինչ էիք ասում կներեք որ ընդհատեցի։ Առաջինը պահում է ջուրը, օդի խոնավությունը եւ արդեն ծառերի կանաչ լինելն ապահովում։ Սա եւս զրուցարան է մեզ մոտ։ Շատ ինքը նախատեսված է գործնական հանդիպումներ անցկացնելու եւ աշխատանքային հանդիպումներ անցկացնելու համար։ Վայ, բադիկները կներեք, նայեք ժողովուրդ, իրանք ստեղ ապրում են։
Բացի դու։ Լավ չխանգարենք։ Դաժե անունել ունեն։ Դրանք ստեի մշտական ապրողներն են, անունել ունեն։ Հատակա տաքացվող կոնդիցիոներ, գույք տեխնիկա, ոնց տեսնում եք արդեն հանձնված բնակիչներին։ Այստեղից նորից տեսանա բացվում դեպի Երևան եւ խոսքը սրա մասին էր, որ այս ջրային զոնաները թափվում են 1-11 մետրանոց արդեն կասկադային ջրվեժով։ Այստեղ արդեն ապարատը սուրճի չգիտեն ջրի։ Բնակիչները կարող են օգտվել։ Այո, ռեզերվացիայով է, ծրագրով ռեզերվացիա են անում բնակիչները, այսին ժամից, այսին ժամը, որ ոնց է շարունակը կարողանան լիարժեք իրենց գործնական հանդիպումը անցկացնել։ Այսի ցիտիկների, սկյուրերի համար սարքած են ստեղա, որ իրենց կերակրեն։ Ճիշտ եմ ասում։ Այո, պնդուկ պոպոկել ենք ճիշտ ասած լսնում, բայց առաջինը պնդուկ պոպոկն է ավարտվում մեզնով։ Լավ էլ կերակրում եք։ Այս պրոյեկտի մակետն է, նայեք, այստեղ ամենտեղ որտեղ մանենք եկել, այս Բիրոզովի անտառն է, նոր այստեղ ենք այս բիսեդկը։ Տեսեք ինչ սիրուն է, ու իրոք որ վերևից նայում ես, ոնց որ տերևներ են։ Դա, բայց այդտեղ մնացել է ընդամենը մեկ բնակարան, որտեղ մենք հիմա կգնանք։ Ու ասում են ամենալավ բնակարանը, այսօր մենք ցույց կտանք ձեզ, այս պրոյեկտում մի հատ բնակարան է։ Բայց իրանք հեսա սկսում են սարքել մի հատ ավելի մեծ, ավելի գրանձիոզնի պրոյեկտ, Նայ բասեիններով վերևը։ հա, շատ հետաքրքիր պրոյեկտ է, իսկ մասնան անալոգ вообще չկա, իրայլի բասեինով, Փակ բասեին, բաց բասեին, շատ մեծ ու շատ հետաքրքիր պրոյեկտ է, ստեղ ավելի շատ տարբերակներ ունենք, մենք կխնդրենք մեզ նկարները կտան, ոնց է հասնելու, նկար վիդեո ու գտնում են սա կողքը։ Կողքի շենքն է, էլի մենք տենում ենք ոնց են սարքի իրանց այս մի պրոյեկտը ու չենք հասկացում, որ այն մի պրոյեկտը հաստատ ավելի վատ չի լինի ու ինձ թվում է դաժե ավելի լավ է կլինի։ Դե գնանք այս մի հատ տունը ցույց տանք, դա ոչա։ Կարող է մարդիկ հիմա նստած փողերն են հաշվում, ասում են ասեք գինը, զանգենք առնենք։ Հա, 100% արի գնանք ցույց տանք։ Այս մի պրոյեկտն էլ այն դրա նման շատ կանաչ, լիքը ջրի թեմա կա, 11 հատ, 11 մետրանոց ջրվեժ, ստե 6 մեծ այգի է, էլի իր ասես լանջ զոնաներով, նստելու տեղերով, նայեք ինչ սիրուն, ձևի սարքած է։ Ծառերը դաժե տների, բալկոններից ու այս վերևը դաժե այգի է։ Նայ, այս ցածր հարկերի բասեինները սաղ ապրողների համար է։ Որը Այստեղ ապրողների համար է։ ապրողների համար օբշի ստե ու կան սեփական private բասեիններ այն մարդկանց համար, ով ստե penthouse է։ Այսի penthouse է դա։ Հա, այստեղ 3 հարկանի penthouse-ներ են։ Գինը կասես, մի անգամից։ Գինը չեմ կարող ասեմ, հələ որ գինը հաստատ չգիտեմ։ Խոսքի այստեղ էլ մի հատ բնակարան կա։ Էսի penthouse-ի պրոստը 150 մետրանոց բնակարան է, $1.5 միլիոն է գինը։ Կա։ Ու ինքն էլ ունի իր private բասեինը։ Պատկերացու ինչ սիրուն տեսանա, էսի դեպի քաղաք է նայում։ Իր բասեինով, ջիմով, ամեն ինչով, շատ հավես։ Լավն է։ Պաս մի հատ քո դեմքը նկարեմ։ Շատ լավն է ժողովուրդ։ Ուզում ես թե տուն առնես։ Ես փող չունեմ։ Դե լավ աշխատի։ Վայ ժողովուրդ ջան, հիմա ձեզ ինչ ենք ցույց տալու, ինչ ենք ցույց տալու զարմանակ։ Վայ, sense տուն ես չեմ տեսել։ Բնակարանը, այն պրոյեկտը, որ մենք ման են գալիս, որը պատրաստ արդեն, կա պատրաստի բնակարանը։ Ռեմոնտով չի, բայց Ռեմոնտ արած տներ Հայաստանում ժողովուրդ ջան չկա, կա մի հատ պրոյեկտ, բայց այս վիդեոյի մեջ չենք ցույց տալու, մյուս վիդեոների մեջ ցույց կտանք անպայման։ Այս ով էս տունը առնում, ապա իր ձեռներով ռեմոնտ անի դա։ մի անգամից ցույց տամ սրա ամենամեծ ֆիշկը։ Այս ի՞նչ է։ Ձեր բալկոնն է, ձեր տերասան է։ Էսի բալկոնը, հա։ Ջրվեժով, հա։ Նայ ժողովուրդ, էսի ձեր բալկոնն է։ Հելակ բալկոն, լավ, հեսա կասեք, էս ի՞նչ քար է, էսի ջրվեժն է։ Անցնում ենք այս կողմ։ Նստելու տեղ է։ Նստելու։ Մի հատ էլ ջրվեժ, Սպասի ցույց տամ, դա, սպասի։ Հələ նստի մի հատ, նստի անմահացնեմ։ Հələ ստենայեք ժողովուրդ, ստե նստում եք առավոտը, կոֆե, իրիգունը գինին վերցնում եք, նայում եք քաղաք Երևանին, այգի, բադիկներին, ձեր ջրվեժը սեփական, այսի ձեր բալկոնն է, այսի ձեր յոլկեն է, այսի ձեր
ծառերն է։ Ըստ էս մտնում ենք դեպի զալ։ Զալը կուխնյա է։ Չմտածեք, որ ես միշտ բաց է, ես այս միշտ պատաններով չորսի սատ խաղում է։ Ու ինչն է լավ, որ դսից չեն տեսնում, դա։ Ու այսպես խաղում ասա։ Ու հլի ինչ տիշինա է։ Հեսա մի հատ դավում փագի։ Ես կարամ փագում ես ձևերը չգիտեմ, ոբշո։ Փագում ես, ուսո, ձեն բան չկա։ 1, 2, 3, հլստենայիք մի հատ։ Ամբողջ Երևանը զալից երևում է։ Զալնա կուխնյա է միասին, էլի իրա մեծ տիրասով, այսպես երկար տիրասը, այստեղ էլ կարաք սեղան դնեք, աթոռ դնեք, նստեք, վայելեք։ Այստեղ դե մենք արդեն մանեկանք սա հյուստրի տեսակ, չգիտեմ, իստունասրա նման տեսարան չկա երևի։ Այս ես պատրաստի շենքերից ամենալավ բնակարանն է ժողովուրդ։ Հա, ամենաթանկն է, $1 միլիոնից ավել է։ Ամենաթանկը չի, պենթհաուս էլ կա ավելի թանկ։ Հա։ Հա, բայց գինը չեն կարող ասենք, բայց $1 միլիոնից մի քիչ ավել է։ Նայեք ժողովուրդ, Իրիգունը, Երևանը, ամբողջ Երևանը ձեր ափի մեջ, այսինքն ձեր ափի մեջ Երևանը, մաքուր օդը վայելում եք ու ապրում եք այսինքն հիասքանչ տան մեջ։ Շատ մեծ է, քանի քառակուսի է։ Չես հիշում դա։ Հեսա հարցնենք ասենք, էսի նայեք զալը, պրոստը քանի քառակուսի է, չեք ասի։ Սա 264 քառակուսի։ 264 քառակուսի, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անցնենք առաջ։ 64 քառակուսից է հյուրերի համար զուգարանն է։ Հյուրերի համար զուգարան։ Այս գարդիրոբն է, ժողովուրդ ջան։ Հայ, ինչ մեծ է, հա։ Շատ մեծ է։ Գարդիրոբնի կամ կարելի է как прачечնյան է։ Ну, ով ոնց ուզում ան էս կանի։ Էսի առաջի սենյակն է։ Առաջի սպալին է։ Ոչ մեծ է, ոչ է փոքր, բայց իր զուգարանով բաղնիքով։ Ունի իր բալկոնը։ Դուր կարող կասել ես բալկոն ստե, անպայման ստե։ Հլնայ դա ստե արդեն հենց համատացա, ոստես ստեղ դնես, նստես աշխատես, առանձին բաղնիկ տուալետ է իրա։ Շատ լավ պլանիրով է։ Շատ լավն է, պատալոկների բարձրությունը լնայ։ Master bedroom-ն է։ Master։ Հա, ամենամեծ սպալնն է։ Մեծ գարդիրոբնյան կարելի անել։ Այդպես ինչ չափսեր է։ Էսի սպալնին է, ստեկրա գրի խոսքի են կողնայով։ Պատկեր սուսար Երևանը կոդենը։ Էս ինչ են անում։ Էս ինչ են Էսին անում։ իրա զուգարան բաղնիքն է, այն կողմից մինչև ստե ու Հլստե։ պրոստը պատկերացեք։ Հələ մի հատ Վաննա ես դնում, պարկում, այն կողմից մեկը բան չի երևում, շուշեկը ոնց որ հայ լինում դրսից, ու ստե վայելում ես։ Մեկը շենքել չկա դեմից, որ մեկն ու մեկը քեզ տենա։ Պատկերացիք։ Դավո։ Լեբրնի կամերա։ Նա դուրի, Պարկում ես վանն ես դնում ես սիոն կլորով։ Պարկում ես ու նայում ես քաղաքի։ Ես խոսքես չունեմ, Շոկի մեջ ես։ լավն է, շատ։ Պատալոգների բարձրությունը։ Էլ ինչ կա դավստե։ Մի հատ է սպալնյա կա։ Ոնքան մեծ է, հեսա կորանք մենք։ Ավելի ճիշտ սպալնյա չի, ոնց ուզեք կարակ օգտագործեք։ Կարակ ջիմ սարտիկին դե։ Այսի կարիդորն է, չէ՞։ Ստեից մուտքներ, մտանք, ստեղ կարիդոր կա մեծ։ Մուտքից աչքովի Էլի նասից մեծ սենյակ է, կարող ջիմ անեք, կարող ձեր կաբինետ անեք, աշխատանքային տեղ անեք, ոնց ուզում եք կարող օգտագործեք, պատուհան կա, երկուսին բացվում է, կարող լենես այս դեպի ջրվեժը ու զուգան բաղանքի տեղ կա։ Իսկ մասը մի հատ չոտքի մեծ սպալնյա։ Լավ, այս բնակարանը մենք ծախում ենք, Ծախում ենք։ համարը էկրանին դուրս է գալի, ինձ թվում է ժողովուրդ ջան, Ամերիկայի հայեր, Եվրոպայի հայեր, $1 միլիոն եկալ եկեք, Մի քիչ շատ։ այն մնացածը կասեք կուղարկեն։ Սպասում ենք բոլորի ժողովուրդ, էսի պրոստը տուն չի, էսի դղյակ է, իրոք դղյակ։ Ես չգիտեմ կամերան փոխանցում է այս ամեն ինչը թե ոչ, բայց որ գաք, այս ամեն ինչը մի հատ տենակ ձեր աչքերով, ինձ թվում է դուք ստեից չեք ուզենա գնաք, ոնց որ մենք չենք ուզում գնանք։ Միլիոն%։ Ես երևի ամենա լավ բնակարանն է Երևանում։ Ոնց որ սեփական տան մեջ ապրեմ։ Հա, հաուք է։ Թող չլներ եկալ էին կիսեինք երկուսով ապրեինք դա։ Նախ ես կվերցնեմ։ Հիմա բնակարանը լրիվ զորական վիճակում, բայց ուշադրություն դարձրեք, ինչ լավ պատողներ են դրած, դռներ։ Հաստությունը բերցի։ Որ հա,
Հիմա ջրվեժի ձեն լսվում է, mən փակում եմ։ Всё, вообще ձեն չկա, то есть ձեզ էսի ոչ մի ձև չի խանգարի, թե իմ մտածելակերպով ջրի ձենը միշտ մարդու հանգստացնում է։ Լավ, բայց իրոք ձեն չկա։ Հա։ Հələ մի րոպե, հələ մատ։ Իրոք ջրի ձեն вообще չկա ժողովուրդ։ Շատ լավ որակյալ պատուհաններ է դրած։ Ուզում եք բացեք պատուհանը, ջրվեժի ձենի տակ քնեք։ Անտիր, Դու տես կքնեիր։ 100%։ Ժողովուրդ ջան, այսքանով ավարտում ենք մեր բնակարանների ցուցադրումը այսօր։ Առաջի մեր վիդեոն է Հայաստանից բնակարանների, հուսով եմ մեզ լայք կգտնեք, կոմենտներ շատ կգրեք, որ վիդեոն տարածվի։ Հիմա Դավոյի հետ սովածացել ենք, էլի պիտի բան ցույց տանք, ճիշտ ասած, բայց սովը խեղդում է։ Իրոք գնում ենք այս զաստրոշիկների մոտ, վեշտի կոֆե, ջուր, ասես դիմանում ենք իրիգունը, բայց արդեն всё, ասի всё, տորմոզ սոված ենք։ Թումանյան փողոցում ենք գտնվում, հեսա միտեղ մտնենք, մի քիչ օր հաց ուտենք Դավոյի հետ ու այսքանով եզրափակենք այսօրվա վիդեոն։ Կհանդիպենք շատ շուտով։ Դավ ջան, ո՞նց է Երևանում, հələ ասա, դու շուտ բանից չես սենց Շատ լավ է, մի քիչ պրոբկեքն են շատ, դրա համար օրվա մեջ չես հասցնում, շատ գործանես ու լավ էլ հոգնում ես։ Այսի գիտես, չէ՞ Դավ, իմ սիրած փողոցն է։ Գիտեմ։ Շատ եմ սիրում Թումանյան փողոցը, քանի որ ստե համով ուտելու տեղեր շատ կան։ Դե գնանք ուտենք։ Գնացինք։ Այս քանի օրը Դավոյին սպանում եմ, ասում շաուրմա, Դավոն էլ կաֆեներից ենքում ոչ միտեղ հաց չի ուտում։ Դե եկել եմ Հայաստան փոխանակ ամոլ խորոված բանման, ասում են շաուրմա։ Չենք երեք խորոված։ Եկել ենք արդեն դրա համար գանք։ Կերել ենք ժողովուրդ, ամեն ինչ է կերենք։ Էսի Թումանյան շաուրման է։ 1998 թվից է բացվել։ Այսա կփորձես կասես լավն է թե չէ։ Վախ ոնց էի կարոտ է Թումանյանի շաուրման ժողովուրդ նայեք, հավի, խոզի, տավարի, գառի, ըստ է կարելի է խորովածել ուտել, կարելի է իքի բիրել ուտել։ Նայեք մանգալի վրա սարքում են, ավեսով, ստեից ընտրում եք, որն եք ուզում ու ուտում եք։ Հեսա Դավոն կփորձի կասի։ Նայեք ոնց են սարքում ժողովուրդ, մի հատ նայեք։ Վախ, միսը գնա։ Ամեն ինչով։ Այսի կարտոշկի ֆրի, ասես բարակ։ Այսի կանաչինա, սոխը կա, կծու բիբար ու պամիդոր, թթուվարում, ջան։ Ով է սիրում Թումանյանի շաուրման։ Ես։ Սրա ռազմերները։ Բարյա խորժակ եղբայր։ Հələ սիրուն տեսքերով նստած Թումանյան փողոցին, նայում ենք մարդիկ քայլում են, մենք էլ այս էլ Արտոն է։ Մեր դպրոցից է։ Ախորս դասարանից։ Հա։ Բարյա խորժակ Դավիթ։ Չգիտեմ ով որ դե շաուրման է սիրում Երևանում։ Այսի իմ համար այն հին համն է։ Այսի вообще ամենաառաջի շաուրմանոցն է եղել, ոնց ես գիտեմ Երևանում։ Ես շատ եմ սիրում։ Դավոն էլ հավանեց։ Ամա։ Կրակի համ կա։ Բարյա խորժակ մեզ։ Այսքանով մենք ավարտենք այսօրվա մեր վիդեոն։ Շատ հետաքրքիր ստացվեց, ինձ թվում է, մնացեք մեր հետ։ Ասենց ասած լայք, կոմենտ, շուտով կհանդիպենք։ Հաջողություն բոլորին։ Հաջողություն։